Այժմ տեսնենք ինչ է սպասվում խեցգետիններին հաջորդ շաբաթ, մայիսի 17-ից 23-ը։ Ինչ է սպասվում խեցգետիններին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք և ֆինանսներ։ Ամենադեպքում խեցգետիններն էլ հավանաբար բավականին զբաղված կլինեն երեխաներով և երեխաների հետ կապված հարցերով։ Դա տեսնում եմ ստվերում։ Շատ հետաքրքիր շաբաթ կլինի այն առումով, որ շատ կզրուցեք մարդկանց հետ, տարբեր մարդկանց հետ, տարբեր առիթներով, տեսնենք դեռ որին է վերաբերում ավելի շատ անձնական հարաբերություններին, աշխատանքին, թե ֆինանսներին, բայց տեսեք զրուցելու կարգն է, անդադ խոսակցություններ, բանակցություններ եք վարում, զրուցում եք, հաղորդակցությունը բաց է, ընտանիքի անդամների հետ եք զրուցում, հեռու բարեկամներ ունեք, շփվում եք, չեմ կարողացել, բայց շատ այսպես այս շաբաթ բավականին շատ է լինելու կոմունիկացիան, հաղորդակցությունը խեցգետինների եւ, չգիտեմ, այլ մարդկանց մեջ։ Տեսնում եմ ինչ որ տարօրինակ կարտեր ձեր անձնական հարաբերություններում։ Կան մարդիկ, որոնց հետ մի քիչպես կոնֆլիկտային մարդիկ կան ձեր անձնական հարաբերություններում, տեսնենք։ Տեսնենք ինչ է կատարվում խեցգետինների անձնական հարաբերություններում։ Ինչ բարդություններ եմ տեսնում, բարդություններ։ Ամեն ինչ շատ լավ է եղել, տեսնում եմ սկզբից ամեն ինչ շատ լավ է եղել, բայց հետո ինչ որ բան փոխվել է, ինչ որ տեսնում եք ամպեր են կուտակված, ինչ որ ընտրության առաջ են կանգնած, այսպես ասեմ, շատ լավ ջերմ հարաբերություններ են եղել, չեմ կարող ասել անկեղծ ասած ում հետ, այստեղ կին-տղամարդ հարաբերություններ են, այստեղ ամուսինների մեջ հարաբերություններ են, թե պարզապես, չգիտեմ, բարեկամներ, ազգականներ, ընտանիքի անդամներ, դե կարող են ընտանիքի անդամ քույր-եղբայր, հայր-մայր, հարսուկես-ուրկեսրար, չէ, այդպես տարբեր տեսակ կարող են լինել։ Ուղղակի ամեն ինչ շատ լավ է եղել սկզբում, բայց հետո հանկարծ չգիտեմ ինչ է եղել, փոխվել է եւ դարձել են բավականին բարդացել են հարաբերությունները, չգիտեմ, ամպեր են կուտակված։ Եվ այստեղ, այո, տեսնում եմ կոնֆլիկտները, այսինքն ինչ որ խոչընդոտներ են առաջացել եւ ինչ որ կոնֆլիկտներ, այսինքն անհամաձայնություն, այսպես ասեմ, չեմ ուզում ասեմ վեճեր, միասին, բայց կարող է լինել ուղղակի անհամաձայնություններ, ինչ որ բան փոխվել է, ջերմ հարաբերությունները հանկարծ փոխվել են, այսպես բարդացել են շատ եւ կոնֆլիկտներ են, ինչ որ անհամաձայնության է գալիս, բայց հետո տեսնում եմ այնքան էլ վատ կարտեր չեն։ Բավականին շատ միգուցե երևի այդ զրույցները, որտեղ այստեղ եմ տեսնում 7-ը, շատ զրուցում եք, շատ փորձում եք հարցերը զրուցելով, ոչ միայն վիճելով, այլև զրուցելով փորձում եք հարցերը պարզաբանել եւ առանձնապես շատ տեղից չի շարժվում առայժմ։ Դրա համար այստեղ լուսինով տեսնում եմ, որ բավականին դրական եմ տեսնում լուսինով, տեսնում եք, ամեն դեպքում սրտի 8-ն է։ Բայց էլի խոսակցությունները շարունակվելու են, որովհետև մինչև վերջ հարցերը դեռ չեն կարողանում կարգավորվել։ Այսինքն, եթե լավ էին մինչև այդ մի շաբաթ հանկարծ կարող են հարաբերությունները ինչ որ, չգիտեմ, ում հետ ձեր անձնական հարաբերությունները մի քիչ լարվել, կփորձեք խոսել, զրուցել, կմեղմեք, այսինքն չի բարդանա այս կոնֆլիկտը կամ անհամաձայնությունը, բայց ամեն ինչ լրիվ ամեն ինչ չի պարզվի, դեռ մի շաբաթ չի պարզվի։ Ես տեսեք, այստեղ տեսնում եմ տրանսֆորմացիան, որ կփոխվի, բայց ոչ հաջորդ շաբաթ։ Հաջորդ շաբաթ երևի կփորձեք զրուցել, հետո կթողնեք այդ նույն վիճակում, որպեսզի չբարդանա, չեն շարունակվի կոնֆլիկտներն ու վեճերն ու անհամաձայնությունները, բայց ավելի ուշ կլուծվեն։ Ավելի ուշ հարցերը դրականորեն կլուծվեն։ Տեսնենք աշխատանքում ինչ է սպասվում։ Տեսնում եմ աշխատանքում 9, ինչ որ աշխատանքի առաջարկություն կամ աշխատանքի վայրում նոր պաշտոնի դիրքին կամ նոր պատասխանատվություն կամ, չգիտեմ, բաժնում մեկին տեղափոխում են, կարող է ինչ որ առաջարկություն լինել, կարող է նոր ծրագրի, նոր աշխատանքի մեթոդների հետ կապված
ասենք առաջարկություն, չգիտեմ, ինչ որ աշխատանքում տեսնում եմ կին եւ տեսնում եմ, ինչ խորաման կին է ընդ որում, տեսնենք։ Այսօր արևը շատ է դուրս գալիս, ինչի համար շատ ուրախ եմ։ Տեսեք, ասում էի աշխատանքի հետ ինչ որ փոփոխություն կարող է լինել, որովհետև հաջորդը տեսնում են փոփոխություն, առաջարկություն կարող է լինել, ինչ որ բան կփոխի ձեզ համար, այսպես ասել։ Շատ այսպես ճարպիկ կին է, չգիտեմ, կադրերի բաժնի վարիչն է, ինչ որ, չգիտեմ, ինչ որ առաջարկություն են անում, ձեզ լուրը հաղորդում են։ Կարծում եմ ամեն դեպքում աշխատանքի վայրում ինչ փոփոխություններ կլինեն, բացասական ոչինչ չեմ տեսնում, դրական փոփոխություններ եմ տեսնում, որտեղ արևով է վերջանում։ Այսպես լուրը կգա, այո, միգուցե լուրը մի քիչ անսպասելի լինի, հանկարծակի բերի ձեզ, բայց ոչ մի խնդիր չեմ տեսնում հետագայում։ Դուք ստիպված կլինեք նոր ինչ որ ծրագրեր սովորել, նոր ինչ որ ինֆորմացիա, նոր մի բան կսովորեք։ Այսինքն նոր աշխատանքի առաջարկությունը, նույնիսկ եթե նոր աշխատանք չեք տեղափոխվում, կարող է իմիջիայլոց արագիլով կարող է լինել, որ նոր աշխատանք են առաջարկում, ձեր 5 գործը թողնում եք, գնում եք նոր տեղ եք աշխատում, բնականաբար նոր բավականին նոր բաներ կսովորեք եւ շատ լավ աշխատանք կլինի տուզով եւ արևով, բայց եթե նույն աշխատանքի վայրում ինչ-որ փոփոխություններ են ձեզ համար տեղի ունենում, էլի նոր բաներ կսովորեք, որտեղ նոր աշխատանք է, հա, եւ շատ լավ կլինի ամեն դեպքում։ Ֆինանսներում տեսնում եմ կայունության կարտը։ Ես այստեղ մեծ գումարներ չեմ տեսնում, բայց տեսնում եմ, որ ինչ էլ որ ունեք կայուն է, ոչ ծախսերն են ավելանում, ոչ էլ եկամուտները։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերը։ Դե ընդհանրապես եթե չեն ավելանում, այդ արդեն մի քիչ տխուր է, տեսակայուն չենք ուզում, դրա համար ღարի 9 է։ Բայց տեսնենք։ Ինչ եմ տեսնում, ասացի, որ կայուն էր բավականին, մինչև հիմա շատ կայուն վիճակ էր, ոչ ավելանում էր, ոչ պակասում էր, բայց փոփոխություններ կլինեն ֆինանսներում, ընդհանուր ընտանիքի, այսպես ասեմ, եկամտի վրա կազդի այս փոփոխությունը, բայց ծախսեր կլինեն, որտեղ կորուստ եմ տեսնում եւ գումարի, բայց ես չեմ տեսնում, որ դու գումար եք կորցնում անկեղծ ասած, ես կարծում եմ ծախսեր են, տան հետ կապված են։ Դուք էլ եթե տան առքուվաճառքի հետ ինչ որ ծախսեր ունեք, կամ տան վերանորոգման, տան վրա ինչ որ ծախսեր եք անում, այո, ծախսեր կլինեն։ Ինչ որ ամեն դեպքում ձեր ֆինանսները կփոխվեն։ Միգուցե դրա համար էլ այս վիճակն է, որտեղ չի բավականացնում, դուք ավելի մեծ պլաններ ունեք, չեք կարողանում, որտեղ ֆինանսները առանձնապես շատ չեն, ձեր ուզած ծախսերի համար չեն բավարարում, բայց ինձ թվում է դուք փորձեք ինչ որ հաղորդակցվել, ասում էի, չի հաղորդակցվել, սկզբում տրամադրությունը այդպեսին էր, այ կփորձեք տարբեր մարդկանց հետ տարբեր վայրեր գնալ, ես չգիտեմ, այգին այստեղ կարող է նշանակել, փորձում եք տարբերակներ գտնել, օնլայն փորձում եք ֆրիլանս անել, նոր աշխատանքի ինչ որ եկամուտ փնտրել, կամ փորձում եք տարբերակներ, ինչպես այս տան հետ կապված, չգիտեմ, այս ծախսը ինչ էր, ավելի պակասացնել, բանակցել մարդկանց հետ, փորձել գինի իջացնել, որպեսզի ծախսերը պակասացնեք։ Ես տեսնում եմ, որ այդ խոսակցությունների արդյունքում լավ լուր կստանաք ամեն դեպքում։ Ես գումարներ չեմ տեսնում, տեսնում եմ ծախսեր, բայց այս բոլորը դեռ պլաններ են։ Ես չեմ տեսնում դուք հաջորդ շաբաթ արդեն այս ծախսերը կունենաք, չեմ կարծում։ Ինձ թվում է մյուս շաբաթ լինելու է պարզապես խոսակցություններ են սկսվելու, որովհետև սկզբից եթե հիշում եք, ասի շատ խոսակցություններ կլինեն, այո, եւ ամենից շատ երևի կլինեն ֆինանսների հետ։ Լավ լուր կստանաք, լուր կգա ամեն դեպքում, բայց ֆինանսներ առանձնապես չեմ տեսնում։ Ուղղակի ֆինանսների շուրջ բավականին զրույցներ կլինեն հաջորդ շաբաթ։